Վրաստանը 9 տարի ղեկավարած Միխայիլ Սահակաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել։ Քանի որ Սահակաշվիլին կալանքի տակ է 2021 թվականի հոկտեմբերից Վրաստան գաղտնի մուտք գործելու համար, նա բանտում կմնա մինչև 2030 թվականը։ 4 տարի արդեն ճաղերի հետևում կամ բանտային կլինիկայում է անցկացրել։ Միխայիլ Սահակաշվիլիին մեղավոր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի D կետով և 3-րդ մասի B կետով նախատեսված հանցանք կատարելու համար, դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով և զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 3 տարի ժամկետով։ Վարդերի հեղափոխությամբ իշխանության եկած Սահակաշվիլին դատարանի դռներն էր ընկել այսպես կոչված բաճկոնների գործով, պարզ ասած պետական միջոցների յուրացման համար էր մեղադրանք առաջադրվել նրան 2014 թվականին, երբ թողել էր նախագահի պաշտոնը լքել Վրաստանը։ Էքս-նախագահն ըստ մեղադրանքի իր ղեկավարման տարիներին պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը, թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռներ վարձել, ձեռքի ժամացույց գնել։ Խոսքն ավելի քան 3 միլիոն 200 հազար դոլարի յուրացման մասին է։ Միխայիլ Սահակաշվիլին կոռուպցիոն հանցագործություն է արել պետական բյուջեի հաշվին, անձնական շքեղության համար կարիքները հոգալու նպատակով 9 միլիոն լարի է ծախսել իր ընտանիքի անդամների և շրջապատի հարմարավետության ապահովման համար։ Սահակաշվիլիի թիմակիցները պնդում են իրենց առաջնորդը անմեղ է և որ 11 տարվա քրեական գործում որևէ ապացույց չեն գտել դատախազները, որ էքս-նախագահը բյուջեից գումար է յուրացրել։ 11 տարվա ընթացքում ապացույցներ են փնտրել այն մասին, որ նախագահ Սահակաշվիլին յուրացրել է գումար, սակայն նրանք անգամ այս հեռախոսի չափ ապացույց չեն գտել։ Վրաստանի երրորդ նախագահը ներկա չի եղել վերջնական վճռի հրապարակմանը։ Սահակաշվիլին բուժվում է Թբիլիսիի Վիվամետ հիվանդանոցում։ Հայտնել է, որ ցանկանում է մասնակցել դատական նիստին, խնդրել է հետաձգել դատավարությունը։ Դատարանը մերժել է նրա խնդրանքը։ Բացի պիջակների գործից Սահակաշվիլին մեղադրվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ին ԻՄԵԴ-ի հեռուստաընկերություն ներխուժում կազմակերպելու և հեռուստաընկերության հիմնադիր Պադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը խլելու համար։ Ինչպես նաև 2021 թվականին Ուկրաինայից ժամանելիս Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար։ Էդգար Ղուշչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։